Ես հիմա լսում ես այս քննարկումների վրա, անկեղծված երկու բան չեմ ծանոթացել։ Այսինքն վճռաբեկը երկրացել նորմատիվության, մեր այս քննարկումից ես ենթադրում եմ, կարող եմ ենթադրություն անեմ, կողքից նայող լսող եմ, որ այս փուլը, մենք կարող ենք չքննարկել, մի անգամից մտնենք դատաքննության փուլ, ապացույցներ հետազոտային և մնացած բաներ։ Բայց նոր դատաքննություն ենթադրում եմ նաև քննարկել, որ գործ կարգավորիչ չէ։ Եվ դրա համար եմ հանգամանքներ քննարկել, որ կան տուժողներ, Չէ։ Ես ասում եմ դատարանի հարցագրություններից և դատարանի հարցագրություններից և ռեակցիայից ես ենթադրում եմ, որ այդպես կողքից նստած հիմա լսում եմ, ասում եմ, եթե պայմանական ասած նախադրամադրվածություն կա, որ անկախ ամեն ինչից մենք ստեղ ինչ ենք քննարկելու, մեկը անցնելու ենք ապացույցներ հետազոտել եւ այլն, ինչի՞ կա։ Նոր դատաքննություն ենթադրում եմ, որ այսօր դասակարը ավարտվի։ Ընդհանրապես։ Դրա համար եկեք սա հստակ ֆիքսենք, որ եթե մենք նախադրամադրվածություն չունենք, որ մենք անկախ նրանից այսօր ստեղ ինչ ենք քննարկել, ինչ ենք, այնուամենայնիվ գալու ենք եւ մտնելու ենք ապացույցներ ենք հետազոտելու, գործ ենք քննելու եւ այլն, այդ դեպքում մոտ մի քիչ արդեն խնդիրներ են առաջանում։ Եվ երկրորդը, ավելի շուտ անգամ երրորդը, բանը, հիմա տեսեք վճարաբեկը երբ որ ուղարկել է, իմ մասով կոնկրետ, իմ հետ կապված մասով, սա արդեն երրորդ վերնապները, երրորդ իրավական որոշում է փոխվել։ Ես կարող եմ ենթադրել, որ դատախազություն կարող վերադառնա հնի 2018 թվականի օգոստոսի 3-ին առաջադրված։ Եվ երկրորդը, իսկ ես կարող եմ հիմա հարց տալ, կարող է իմ իրավիճակ, որ մենք սենց քննենք, վերջում դատախազը նորից գահացի, գիտեք, մեր որոշումը խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք իրավական բան փոխել, գնահատական փոխել։ Հիմա ես 7 տարի արդեն երրորդ իրավական գնահատականի հետ եմ առաջանում։ Արդար դատաքննություն, արդար չգիտեմ իրանունքներ եւ այլն, մնաց էս ամեն ինչ։ Հիմա քննում ենք, որ վճարաբեկը ինչ-որ որոշում է կայացել, վճարաբեկը առաջարկի նաեւ իմ իրանունքների մասին պետք է մտածել։ Եվ ապահովել, որ իմ իրանունքները իրացնեն։ Դրա համար ես ինչ եմ առաջարկում եւ խնդրում։ Եթե մենք քննարկումը տանում ենք այն փուլում, որ դուք հիմա ինչ էլ ասեք, մենք ամեն մտնելու ենք դատաքննության փուլ, դա այդպես չի։ Հիմա եթե գա ձեզ մոտ ամեն նոր սովորական գործ, դուք քննարկելու եք, չէ՞, այդ գործը կարճելու հիմքերը։ Եվ չէ բացառում, որ դուք կարող որոշում կայացնեք գործը կարճել, այն բոլոր հիմքերը, որ մենք հիմա բերում ենք ստեղ։ Մեր քննարկումը հիմա բերում է հետևած ձևով, որ վճարաբեկը ինչ-որ որոշում է կայացել, ուղարկել է դատաքննության նոր, եւ այդ նոր դատաքննությունը ենթադրում է, որ այս փուլը մեկ անգամ ամեն ինչից անցնելու է, դուք հիմա ստեղ ինչ ասեք, գնալու եք դեր։ Իմ մոտ այդ տպավորություն է ստեղծել։ Ու ես համոզված եմ, որ սովորական մարդիկ, ովքեր հիմա լսում են, մենք ձեւ այդ տպավորությունը կա։ Դրա համար եկեք գնանք ցանկացած որ համաներս դոնես տպավորություն քաղաքեն եւ նաեւ հաշվի առեք, որ անընդհատ խոսում ենք նոր, իսկ դեպքում որն է։ Արդեն երրորդն է, կամ չորրորդն լինի, այդ դեպքում ես չեմ անել։ Չէ, եվրոպական դատարանը ասում է, պետք է օգնակալ տպավորություն չլինի, չէ։ Պետք է դատարանը օգնակալ տպավորության հետ կապված է, այդ իրավակարգավորում կա, ասում եմ գրացից հիշեցնի բանալություն չկա, այդ դատարանի կողմից օգնակալությունը կա։ Ես երկու բառ անեմ վերջնության տպավորության։ Ես կապակցանեմ, քանի որ ես համապատ նշում եմ ժավեգ չմոռանանք մի բան, եւ խնդրում եմ դատարան այս դատականություն նաեւ դա երակետանք ունի, որ այդ նույն վճարաբեկ դատարանը, երբ որ քննարկել է Արմեն Գևորգյանի խավանքի հարցը, հիմնավոր կասկածի բացակայություն այն սպառ դիտարկել այսօր բացող։ Այս է որպես երակետանք ունենք, եւ տեսնենք վճարաբեկ դատարանը մի դեպքում մի բան ասեց, մի դեպքում մի բան ասեց, դատարանը այն որոշման դեմ չէ իրավունքություն լինելու վճարաբեկ դատարանը։ Որտեղ վճարաբեկ դատարանի որոշում է, եւ վճարաբեկ դատարանը ասա նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարում, ելույթ գնաց մեղադրանքի հասնեն եւ հետո էլ ինչ-որ գործ քննարկեն։ Ուստի սա էլ ընդունում նկատել։ Իրականություն չէ։ Հայ